Բարև ձեզ, նախորդ ձայնագրության մեջ ասվածի շարունակության մասին եմ ուզում խոսեմ։ Շատ համառոտ մեկ նախադասությամբ նշեմ, ինչ ստացանք։ Բացահայտվեց Հայքի, հայերի և 3D մատրիցայի բանաձևը, որը թվաբանական պրոգրեսիայի n-րդ անդամի բանաձևն է, երբ d-ն հավասար է 1-ի։ Այսքանը։ Հիմա n-րդ անդամի բանաձևում, երբ d-ն հավասար է 1-ի, բանաձևը մի քանի տարբերակներով կարելի է վերլուծել։ Երկուսը քննարկենք։ Առաջին տարբերակ, երբ a1-ը հավասար է 1-ի։ Երկրորդ տարբերակ, երբ a1-ը և an-ը տրված են և պետք է գտնել n-ը։ Առաջին տարբերակը մեկ այլ ձայնագրության ժամանակ կներկայացնեմ։ Հիմա քննարկենք երկրորդ տարբերակը։ Թվաբանական պրոգրեսիայի n-րդ անդամի բանաձևի մեջ, երբ d-ն հավասար է 1-ի և a1-ը ու an-ը բնական թվեր են և պետք է գտնենք n-ը։ Կստացվի an-ը հավասար է a1 գումարած d n-1, an-ը հավասար է a1 գումարած n-1։ Ես ցույց տամ։ Կստացվի n-ը հավասար է an մինուս a1 գումարած 1։ Կներեք, որ նորմալ չեմ նկարահանում։ Ստացված բանաձևը հաշվում է հաջորդականություն կազմող ամբողջ թվերի մեջ մի թվից a1-ից մինչև մյուս թիվը an-ը ընկած թվերի քանակը, ներառյալ նաև այդ երկու թվերը a1-ը ու an-ը։ Ուրեմն ստացվեց նոր բանաձև, բայց չի էլ կարելի կոչել նոր, որովհետև դա նույն թվաբանական պրոգրեսիայի ցանկացած անդամի բանաձևն է, ուղղակի ոչ թե an-ն է անհայտ, այլ անդամների քանակը ցույց տվող անդամը։ Նոր ստացված բանաձևը կոչվում է բնական թվերի քանակը հաշվելու բանաձևը։ Կարճ կարող ենք անվանել թվերի քանակի բանաձև կամ ավելի կարճ քանակի բանաձև։ Բնական թվաբանական պրոգրեսիայի n-րդ անդամի բանաձևի մեջ d-ն կարող է լինել ցանկացած բնական թիվ։ Ուղղակի երբ d-ն հավասար է 1-ի և անհայտ է n-ը պրոգրեսիայի անդամների քանակը, ապա բանաձևի տեսքը փոխվում է և դառնում է քանակի բանաձև։ Այսինքն սա նույն և նույն n-րդ անդամի բանաձևն է, երբ d-ն հավասար է 1-ի։ Այսինքն ստացված բանաձևը դա նաև Հայքի, հայերի և 3D մատրիցայի բանաձևն է։ Իրականում հենց այդպես էլ կա 3D մատրիցայում ավելի շատ տեղ է տրվում քանակին, քան որակին։ Մաթեմատիկայի հիմնական գործառույթը դա թվերի հետ աշխատելն է։ Մաթեմատիկան թվերի միջոցով կարողանում է ամեն ինչ հաշվել, գումարել, հանել, բազմապատկել, բաժանել և ելի շատ գործողություններ։ Մաթեմատիկան նաև հաշվում է քիմիայի, ֆիզիկայի, երկրաչափության իրեն մաթեմատիկայի բանաձևներով տրված հաշվարկները, բայց ամենակարևոր գործառույթներից մեկը ինքը իրեն հաշվել չի կարողանում, այսինքն թվերի քանակը չէր կարողանում հաշվել։ Եվ հիմա այդ բացը լրացված է։ Նորը ստացված բանաձևը հենց այդ գործողությունն է կատարում, որին անվանեցինք քանակի բանաձև։ Հաջորդ ձայնագրության մեջ կներկայացնեմ քանակի բանաձևը մաթեմատիկայի տեսանկյունից, այնպես ինչպես դասագրքի դաս, սահմանումով, թեորեմայով և այնպիսի օրինակներ կբերեմ, որոնք ավելի պարզ են և մենք ամենօրյա առնչվում ենք։ Շնորհակալ եմ նրանցից, ովքեր որ տեսանյութը նայել են
եւ ավելի շատ եմ շնորհակալ ովքեր որ լայքել են եւ ել ավելի շատ եմ շնորհակալ ովքեր որ նաեւ կոմենտարի են թողել բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին առայժմ սքանը ցտեսություն